Խոսեք։ Այս դահլիճից հիմա դիմում եմ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հաղորդում տվեց գործության մասին։ Ես վաղը նաև պարտավորված կլինեմ գրավոր դիմել ԱԱՑ-ի պետին։ Այն ԱԱՑ-ի, որին Նիկոլ Փաշինյանը ժամանակին հանձնարարում էր սատանաներ մանգալ։ Վաղը դիմելու եմ ԱԱՑ-ի պետին, թող Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա հետաքննություն սկսեն։ Տենանք ով է գործակալը, տենանք ով ասածն է անում։ Սիրելի հայրենակիցներ, Չարենց փողոցում ապրող, Այգեձորում ապրող, 1915 թվականին Վանից Երևան գաղթած վանեցիների, ժառանգների Այգեստանում ապրող, ձեր պապերը, որ այդ թաղամասերում տներ են սարքել, ու դուք պապենական ապրում եք, այսօր պարզվեց, որ դուք, օրինակ նույն հանրային հեռուստատեսության հանրային բանավեճ հաղորդման բողոքող տատիկը, ին բողոքող տատիկը, որ ասում էր չեմ կարողանալու այդքան գույքը հարկ տալ, պարզում է, որ դուք հարստացել եք, ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը, դուք հարստացել եք, որ գույքը հարկը, որ ավելացել է ձեր պապենական տների վրա դառնալով մի քանի 100,000, դա սուտ է, դուք ուղղակի հարստացել եք։ Իրականում իշխանական մի քանի պատգամավորը երբ որ ասում էի, թե լավ այդ մարդիկ պապենական են ապրում, ասում թող տները ծախեն գնան ծայրամասեր ապրեն։ Թող գնա ծայրամասեր ապրեն։ Սա է ժողովրդական իշխանության փիլիսոփայությունը։ Բայց դրա մասին չէ, իրականում չէր ուզում հարց տալ, բայց մի հատ ուզում ամեն դեպքում հարց տամ էլի Նիկոլ Փաշինյանին։ Երբ եք պատրաստում արտգործ նախարար Արարատ Միրզոյանի կամ անունը փոխել, կամ Արարատ Միրզոյանին փոխել, որպեսզի ձեր կների Արարատ Միրզոյանը։ Պարոն Մանուկյան։ Չէ, ազնական վիրավորանք չի։ Անջատեք միկրոֆոնը։ Ազնական վիրավորանք չի։ Ես ներողություն եմ, պարոն Միրզոյան։ Ես ձեզ առաջարկում եմ չափի մեջ մնալ, որովհետև կսկսեմ նմանատիպ օրինակներ բերել։ Պարոն Մանուկյան, եթե ինձ տրված է լիազորություն անուններ, մի րոպե։ Եթե ինձ տրված է լիազորություն անուններ փոխելու, եթե տրված լիներ, ես նախ կսկսեի ձեզնից եւ ձեր քաղաքական առաջնորդներից եւ վստահ եմ այդ լիազորությունը այլ մարդկանց նկատմամբ օգտագործելու որևէ առիթ չի ունենա, որովհետեւ նման առիթ գոյություն չեր ունենա, իսկ ձեր դեպքում ինչ եմ ասում, որովհետև դուք եք այդ առիթը ստեղծում եւ այդ առիթը ստեղծեցիք քիչ առաջ հենց հիմա։ Ինչ վերաբերվում է առաջին հարցին, այո, պետքա մեր իրավապահ մարմինները զբաղվեն եւ զբաղվել են եւ զբաղվում են։ Լսեք, այնպես ասում եք, այսինքն դուք այդ քրեական գործերից տեղյակ չեք տարբեր տեղերում բուծվող ահաբեկչական խմբերին, դրանց հետ կապված քրեական գործերին, ձերբակալություններին եւ այլն եւ այդպես շարունակ։ Տեղյակ չեք։ Ես չեմ հասկանում, դրանց մասին հաղորդագրություն բան տեղի չի լինում հաղորդագրություն։ Ես ինչքան գիտեմ հաղորդագրություն լինում է դրա հետ կապված։ Եվ այդ առումով մի դիտարկում էլ կար, մոռացա արդեն ինչ դիտարկում էր։ Հա, գույքը հարգի հետ կապված։ Սիրելի տատիկ, ամենայն լրջությամբ ես դիմում եմ պատգամավոր Մանուկյանի հիշատակած տատիկին, մայրիկ ջան, սիրելիս հարազատս, եթե դուք գույքահարկի հետ կապված մի քանի, եթե 100,000 դրամ է դարձել, ասենք, այդ նշանակում է, որ ձեր տան գինն էլ դարձել է մի քանի $100,000։ Հարգելիս, հասկանում եք, սրա մասին է խոսքը։ Հա, դուք կարող եք ասել, որ չեք ուզում վաճառել ձեր գույքը, ոչ մեկ ձեզ չի շտպում, բայց եթե ձեր գույքահարկը այդքան է, նշանակում է ձեր տան գինը մի քանի 100,000 է։ Այդ նշանակում է, որ նախկինում եղել է, որ ձեր տան գինը եղել է շատ ավելի ցածր դրանից։ Ես որ ուրիշ չնեղանա, իմ վրա բերեցի այդ օրինակը։ Իմ վրա բերեցի, սրա մասին է խոսքը ընդամենը։
Եվ սա մեր նաև բանի ստեղ մի քիչ տնտեսական մտածողության հարց կա։ Մենք չենք ընկալում։ Ես մի երկու անգամ 2018 թվին մի բան ասել եմ, էլի շատ մեծ աղմուկ է բարձրացել եւ այլն, բայց ես ճիշտ եմ ասել եմ հարգելիներս, ես ստուգել եմ, մարդը ապրում է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա, 3 սենյականոց բնակարան ունի, որը իր սեփականությունն է, մարդը ասում է ինձ տվեք ամիսը 35,000 դրամ անապահովության նպաստ, մենք ասում ենք հարազատս, սիրելիս, հարգելի քաղաքացի, նպաստը տալիս են անապահովին, ով աղքատ է, ով չունի, ով աղքատ նշանակում չունի, ոչ բան, ինքը անապահով է, դուք ապրում եք, առնվազն, $500,000 արժեցող տան մեջ դուք ոնց եք անապահով, որ մենք ձեզ տանք 35,000 դրամ ընտանեկան նպաստ, ասում է չեմ կարում ապրեմ, 36, ասում ենք շատ լավ, բայց հիմա մենք կարող ենք ինչքան էլ բան լինի, եթե ձեր տան մի սենյակը վարձով տաք, մենակ ապրում եք այդ տանը, մի սենյակը վարձով տաք, դուք կապրեք ապահովության մեջ, ոչ մի բանի պրոբլեմ չեք ունենա։ Էլ չեմ ասում, եթե որոշեք ձեր տունը վարձով տալ եւ քաղաքի աղմուկ աղակից հեռու, գնալ 6 ամսով տալ, 6 ամսով, ոչ թե մշտական, 6 ամիս տալ, ասել գնամ 6 ամիս էլ մի հատ գյուղում տուն վարձեմ ապրեմ, մի քիչ մաքուր, մի քիչ կազդուրվեմ։ Կամ կներեք վարձով տակ, գնաք ջերմուկի առողջարանում կարակ ապրեք։ Հասկանում եք, կարակ առողջարանում վարձով տակ, կարակ առողջարանում Արզնիում գնաք առողջարան, ասեք ես վերջ, սրանից հետո միջև կյանքի վերջ ապրելու եմ միայն առողջարանում։ Պետք է ինձ սնունդը մատուցեն եւ այլն։ Ժողովուրդ ինչն ենք սխալ ասում։ Շնորհակալություն, Աննա Գրիգորյան, չկա արձագանք։ Ես եմ որոշում, չկա արձագանք։ Ես շնորհակալություն ձեր պահվածքից Հայաստանի Հանրապետության